պետությունը քաղաքացիներին պատերազմ է հայտարարել եւ իրոք է հասկանում եք թե չէ բայց դուք գիտեք որ ասենք մեր տետերը այսօր քպայականները բան դրանց վարչապետը բանը ասում այ ինչ ուզում եք ասեք մեզ ասում եք թուրք այ ասեք թուրք հետո ինչ բայց իրոք դրանք թուրքի պես են վերաբերում այն թուրքի որ ասենք 15 թվականին ցեղասպանություն արեց դրանք իմ փաստորեն պատերազմ են հայտարարել որ պետությունը վերացնեն կամաց դուք ոչ էլ կամաց լավ էլ արագ վերացնում են քան դա 20 թվականին ասենք պատերազմը 44 օրան վերացավ 20 թվականից մինչև մի տեսիք ինչ վիթխարի փոփոխություններ տեղի ունեցան այնպես փոփոխություններ որ չէին հավատային ժամանակ եթե մեզ ասեին 20 թվականին եթե ասեին Ղարաբաղը կվերանա Ղարաբաղը կթողենք սա կան ով կհավատար ես որ չէի հավատալ ու մենք սուս ենք անում ես մոռացա հա ուրեմն արդարացան նախարարություն այս օրենքը որ դրել է չէ սա շատ նման է ինձ մի անեկդոտ է հիշեցնում ուրեմն նապաստակը տենում որ անտառում գազանները փախնում են մեկը կանցում ասում խես փախնում արա ասում արջանգելա հետևներից էս ասում այս կենթաներին ում բռնում է ով որ երկու ականջից ավել ունի օրինակ ասենք 3 ականջ ունի 4 ականջ ունի ասում ավելները փոկում է թողում է երկու հատ ասում լավ դու խես փախնում ախր դու երկու հատ ականջ ունես արա ասում փոկում է նորը հաշվում Հիմի այս արդարացան այս օրենքը որ պետք է տուգանքը բանանես մուծես հետո նոր դատարանն էլ կարաս տաս իհարկե բան դատավորը կորոշի դու կասեցնում է քո տուգանք տալը թե չի բայց դու տուգանքը պետք է տաս կարող է դատավորը չի կասեցնում կարող է դատնել երկար է տևում դատկա որ 4-5 տարի է տևում դու տվել ես այնտեղ 20 միլիոն ասենք դրամի տուգանք տենց տուգանքներ էլ կան 20 միլիոն ասենք չգիտեմ հարկային վեճաբան այո 4-5 տարի քո փողը պետք է հատեության ջեբը որ իրանք լափեն որովհետև այսպես ասած բյուջեն դեֆիցիտ ունի դեֆիցիտը պետք է լրացնի դեֆիցիտն էլ ինչա իրանք անընդհատ ասում են այսքանը պետք է ուտենք հասկանում ես այսքանը պետք է ուտենք եթե հանգարց հերիք չարեց պետք է ուրեմն պարտ կանենք ուրեմն դրսից պետք է ներսից պարտ կանենք ներսի պարտի միջոցով շատ ավելի թանկ է մի քանի անգամ որտեղ հերիք չանում Ոնց որ ասենք այս տարի հերիք չարես չէ, այս բանկային գաղտնիքի բանի օրենքները, սա դրա համար են մոգն որ քերեն հերիք չան, ինքան շատ են ուտում, որ հերիք չան, հասկանում եք։ Դե մի ախպերս, հիմա դուք մտածեք։ Ես սխալ բան եմ ասում, որ մեր արդարադատության նախարարությունը արդարախախտության նախարարություն է։ Ես սխալ եմ ասում, որ ասում եմ այդ նախարարությունը պետք է վերացվի, սահմանադրական դատարանը պետք է վերացվի, խի պետք է վերացվի։ Լավ ինչ արես համարական դատարանը։ Սահմանադրական դատարանը մի օր ծպտուն հանել է, որ ախր այ արդարացան նախարարություն։ Դու իրավունք չունես դες բան անես, դու խախտում ես սահմանադրությունը, իրոք խախտում ես։ Բա ինչի համար սահմանադրական դատարանը մեզ պետք է, ինչենք պահում դա, ինչենք մենք ենք պահում, չէ՞, ռոճիկ ենք տալի, մենք հարկատուներս։ Պետք է վերացվի։ Բարձրագույն դատական խորհուրդը ինչի համար է, թե պետք է թույլ տա այս բաները, դա պետք է վերացվի։ Ազգային ժողովը ինչի համար է, եթե ազգային ժողովը ծպտուն չպետք է հանի, մենք ենք չէ դրանց բանարե, ընտրե։ Բայց դա վերացնելու ավելի լավ չի վերացվի։ Հասել եմ քանի անգամ մենք ազգային ժողովին թունած այս պետական օրենքները, այսինքն մեզ խուզելու, մեզ քերելու, մեզ կերեքելու այս օրենքները մոտավորապես ասենք տարեկան 1800 օրենք, որ հաշվում ես մեր վերջին 30 տարվա, 34 տարվա ընթացքում դրանց թիվը հասնում է մի 40-50 հազարի, բայց պետք է դրանց։ Թրամփը այն անգամ ասում էր կոնգրեսի առաջ ելույթի ժամանակ, որ Ամերիկայում այս ձևի պարազիտ օրենքներ, որ պետությունն հանը միլիոնների են, չէ, միլիոնավոր էջերի են հասնում։ Մեր մոտ դուք կարծում եք քիչ, հա։ Գուցե միլիոնավոր էջերի չհասնի, բայց հələ ես մի անգամ մի քանի հատ օրենսգիր հանեցի, մի քանի հազար էջ օրենքներ ասենք, մեր ընդհանրապես վերցնում ես ասենք, բանը սահմանադրությունը քիչ ասենք ընդեր 74 էջ թե ինչ է։ Բայց քրեական օրենսգիրքն է, հարկային օրենսգիրքն է այնտեղ, վարչական խախտումների ուրեմն դատավարական օրենսգիրքը, վարչական օրենսգիրքը բանի որ վիթխարի քանակությամբ օրենքներ կան։ Եվ այդ օրենքների մեջ գրած է օրինակի համար, որ քրեական պատասխանատվություն իրավունք չունես, բանը ենթարկես պետական մարմիններին, նախարարությունա, կոմիտեա, բանա եւ այլն, վարչությունա, չգիտեմ ինչը մարզպետությունը դրա առանձին օգտներին ոչ դրանց իրավունք ունես դու քրեական պատասխանատվության կանչես ոչ էլ դրանց հիմնարկներին սա ինչ է նշանակում սա նշանակում որ մենք խելագար ենք մենք այդ ծառաներին վարձում ենք եւ իրանց
պատժելու ոչ մի ուրեմն մեխանիզմ չունեն։ Մեր պետերը անհսկելի են ու անպատիժ։ Բախիչը պետք է այդ բոլորը թալանը անեն։ Ինչից են վախում։ Իրանք գիտեն չէ որ ասենք այս 4 տարին մի սրոք են ընտրվելու։ Հիմա 4-ա 6-ա 7-ա չեմ հիշում։ Մի սրոք լավ 2 սրոք, ավել ոչ չկան։ Հազիվ ձեռները գիրավանգ է, պետք է թալանան մեզ։ Մենք ենք մեղավոր։ Եվ մեր ամենամեծ մեղավորը մեր ինտելիգենցիան է։ Մեր մտավորականությունն է, որ խավար է։ Որ այս 34 տարվա ընթացքում, երբ որ թույլ տվեցին իսկական տնտեսագիտական գրականություն եկավ իրավագիտական, ինչին մենք ասում ենք լիբերտարիան կամ ավստրիական, ուրեմն մտածողություն, ավստրիական դպրոցի տնտեսագիտություն եւ ավստրիական դպրոցի իրավագիտություն, սահմանադրագիտություն, նաեւ պատմություն։ Պատմության գրքերն էլ մեր բոլոր հայլեսեւոտական գրքեր են։ Կամ էլ դրանց նմանությամբ գրող գրքեր են։ Մենք դրանցից ոչ մեկը չկարդացինք, չսովորեցինք, համարյա ոչ մեկը։ Հասկանում եք, թե մի քանի օքի ես գիտեմ։ Մի քանի օքի ասենք իմ ջահելընկերներն են, իմ զինակիցները կարելի ասել հետևորդներ, մոտ են ընտիր տղերք են։ Իրանցից բացի ես էլ չեմ տեսել, որ հետևողական ասենք այդ գրականությունը կարդա։ Առաջ չկար արգելված էր։ 92 թվականին ես հոդված գրեցի Հայաստանի Հանրապետություն թերթում, այնտեղ տվել է Հայեկի Պոպերի բանի անունները։ Ինձ համարս ճարում են տուն էին զանգում, ասում են, ես ձեր ասած մարդիկ ես գիտնականների որ ասում եք, ախր նույնիսկ սովետական մեծ հանրագիտարանում սրանց անունները չկան։ Դուք որտեղից ճար ենք կարդան, չկար այն ժամանակ է։ 92 թվի հոդված էր։ Ես ինքս կարդացել եմ Հայեկի առաջին գիրքը 90 թվին, Դարոգ Կրապսու, Նովի Միրեստանում ժուրնալը։ Այդտեղ ես կարդացի, ապշեցի բանի որ չկա հիմա։ Բա սխալ եմ ասում, որ մեր պետերը մեր պետությունը մեր թշնամին է։ Այսօր մենակ ես չեմ ասում, Հայաստանի ես եմ այդ խումբն էլ ասում, Նայիրե Սարգսյանն էլ ասում, շատ մարդ է ասում, սովորական շարքային մարդիկ են ասում։ Մեր դժբախտությունն է, որ մեր մտավորականությունը ցավոք սրտի տգետ է ու խավարամոլ։ Թողես մեծ ինչ ասես ասեն, կա ասեն, որ սա ամբողջ աշխարհը մեզնից առաջացե բան 50,000 տարի առաջ սա հայերը եղել են, բան որ ասենք, вообще տեղեկություն չկար, լեզվի բան, սա շումեր, մումեր, բան, բասկ, մասկ, բան, եւ անգլոսաքս, սա մեզնից են առաջացել։ Այդ վաղ լավ մեզ որտեղ մենք խելոք ենք, պուպուշ ենք։ Լավ առաջացել, բա մենք այսօր խենք այսքան ողորմելի, խենք այսքան տգետ, որ չենք էլ հասկանում, որ մեր պետերը մեզ հենց օրենքով են խոսում, մեզ համոզել են, որ իրանց սարքած ուրեմն այդ հեղինակած այդ ամբողջ թալանի կանոնները օրինակ արդարադատության, արդարախախտության, ուրեմն այս թազան նոր նախագիծը, որ ուզում են օրենք սարքեն, կսարքեն էլ։ Կամ այդ հայտարարագրերը, հայտարարագրում նվերները, եթե չես ապացուցում, որ դու նվեր ես ստացել, հորից հետ, մորից հետ, կամ տղետ ատավե, բան եւ այլն, կամ դրսից տղետ ուղարկել ու ասես, թե թաղում անես, հարազատ տամյար է։ Եթե չես ապացուցում, որ դա բանա նվերա, կամ էլ եթե չես ապացուցում, որ ասենք պարկ ես վերցրել, բան եւ այլն, բայց բան 10, 10-20%, չես տվել, հա, հələ մի հատ 20% դու գանք դու, հետո էլ տուժերը դու։ Բա մեկ, լավ, բա մեր ինտելիգենցիան ում է պետք է այս բաները չի բացատրում, չի ասում։ Հələ այսօր այդ Հայաստանը ես եմ այդա ասում է, այդ խումբը, այդ նախաձեռնությունը ասում է։ Բայց այդ խումբը չի ասում, թե ինքը ուզում է գա, հասկանում գա իշխանության, բայց իշխանությունը ո՞նց է դզելու։ Ասում է, որ պետք է մեխանիզմը փոխի։ Իմ կարծիքով չի ասում, ավելի ճիշտ 1-2 ուրեմն ակնարկ ես լսել եմ, որ կգան իրանք կշտկեն դրություն։ Հələ ո՞նց կշտկես։ Ամբողջ այն ավտոօրինակը որ բերեցի, ավտոն, մոտորը խփել եմ ասել փչացել։ Ավտոն պետք է փոխես, հասարակարգը պետք է փոխես։ Չի ասում, մենք այնպես կանենք, որ այդ թարգերը եկելած պետք է փոխես, խայտարգույ քարգը պետք է փոխես։ Պետք է վերացնես, ասես չի կարելի արասենց։ Ո՞նց թե։ Ես բույգույ քարտ մարդ կա ամիսը 100-200 հազար բանա տալի, գույգար կա տալի, որ իր սեփական տանը ապրի։ Բայց եթե սա չի լկտիությունը, լպիրշության են ծայրահեղաշճան, բա որն է։ Կա որևէ մեկը, որևէ կուսակցություն կամ որևէ իրան փորձագետ կոչող բան եւ այլն քաղաքագետա, մաղաքագետա, որ ասախրն չի էքսենս բանան։ Ես չեմ տեսել փորձագետ, ով կարդացած ելնի, ասենք ավստրիական դպրոցից, ասենք ֆունդամենտալ գրքերը կարդացած ելնի, կամ գոնե լսել են ականջի փոչով ինչ-որ բաներ։ Ես չեմ տեսել քաղաքագետ այսօր,
ով օրինակի համար Թրամփի կամ Խավիեր Միլեի արարածները ծանոթ լի մանրամասն եւ զարմանա ասի իսպանիա Թրամփը վեկալելա կոպալը վեկալելա ձեռը ու տալիս ասում հարամես տալիս եմ գանգիտ բանի վրա միլիարդներով տրիլիոններով հարամություն ա գտե Թրամփը էլի քրվում են ասում են Թրամփը բանա բոբոյա քխա չգիտեմ Զելենսկուն էս ասեց այն ասեց արա ախր մի հատ էլ լսեք կոնգրեսի առաջ դրա ճառը լսեք այդպես բան այն ինչ որ այսօր Թրամփն ա անում չէ այդպես բան չի եղել Բրամ այն Թրամփը մենք անդադ կատաղում ենք թե այս օրենքները LGBT-յա բանա եւ այլն համասեռամոլությունը արվամոլությունը չգիտես ինչ բերին ստեղել լցրին բանի Թրամփը դրանք մի անգամից ասել է ռադներդ կքաշեք երկու սեր կա տղա ու աղջիկ բրծավ գնաց դաբրոցում է երկուսնա ոչ մի սերը փոխել ոչ մի բան ոչ մի բուրեմ բառնցում քերվում են Թրամփին Թրամփը բոբոյա ամերտ խա բոբո Ինչի Բայդեն ձեր ինչն ասի Բայդեն ասեց ցեղասպանություն ու էս չի լավա Բայդենն ասել է ցեղասպանություն շոփ կվա Ինչ փրկա ինչ արես Թրամփը բայց չհասկանան մեր մտավորականները որ ես հիշում եմ 20 թվականին կորոնավիրուսի վաղ ուրեմն բանի Միացյալ Նահանգների պարտքը պետական պարտքը 21 տրիլիոն էր Բայդենի ընթացքում այս Բայդենի ղեկավարության ընթացքում պարտքը հասավ 36 տրիլիոնի 15 տրիլիոն ուրեմն բան արեց Բայդենը շատացրեց բանը պետական պարտքը ոնց շատացրեց Փողստանոկը միացին ու հոպ տվին փողը որ արտադրում լցում են շուկան տնտեսագիտության ավբներից մեկն էլ էսա փողի ծավալը մեծացրիր փողը փչիր օրեցրիր դրա անունն է ինֆլյացիա բառը է դա հասկանալի է թե ուրեմն ինֆլյացիայի հետևանք գների աշնա Պետքան փողը լցե 15 տրիլիոն փողը տպել լցե Դա անպայման բերելու էր թանկացման։ Այսօր ասեն բանն Թրամփն է թանկացրել։ Այ քեզ։ Ես երևի Թրամփի մասին մյուս անգամ խոսամ։ Եվ մի քիչ կանդրադառնանք բանի հետ ուկրաինացիների Զելենսկին ու իր թայֆան մեր այսօրվա ԿՊ-ից ու մեր վարչապետից չեն տարբերում։ Կարող ավելի բետար են։ Հասկանալի է, թե ավելի բետար են, որտեղ դրանց պատերազմը արդեն 3-րդ տարին է, 3 տարի տևեց։ Դեռ տևում է։ Հայտնի չի թե ինչքան կտևի եթե Թրամփը չկայնաս բայց այդ ուրիշ խոսակցություն հասկանում եք ես բայց որ նայում եմ ուղղակի ցավս գալիս բայց Թրամփը արա տրիլիոններով քտնի հարամություն դրա դեմը կդրի ու դու նորից կայնես ասես Թրամփը քխա Թրամփը բոբոյա խիա բոբո ընդամենը որ Թրամփը Եվրոպային ասում է Ուկրաինայի մոտ է ապրում բան արեք տիրություն արեք Ես խիպը հափողը ես տամ 350 միլիարդ ես տամ 100 միլիարդ դուք տաք համել ասեք Թրամփը բան չի տալիս բրամ ինչի պետք է ես տամ գնացեք ինքներդ զինվեք բան եւ այլն աշխատեք բան օգնեք իրեն հասկանում եք դե Զելենսկի գնացել ասում չէ եվրոպացիք մեզ ավելի շատ են օգնում քան թե դու կամ հավասար են օգնում դրանից էլ Թրամփը կատարած որ տեսա ասեց դրա մասին ես կպատմեմ երևի մյուս անգամ այսօր այսքանով ուրեմն ավարտենք Մի ուրիշ բան էլ կա, էլի ցավս գալիս է, էլի Սանդերը, ոնց որ Ջորջ Հերբերտ Ուելս անունով ուրեմն ֆանտաստ գրող կար, նշանավոր գրող, ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկն է։ Ամի փոքրիկ վիպակում էր, One-eyed man is a king in the country of the blinds։ Մի աշկանի մարդը քյորերի թակաբանում, եգրում թակավոր է։ Մեկը անգնում է ուրեմն այդ Ուելսի վեպում Անգնում ուրեմն քյորերի եգիրը, այնպես մի տեղա, որ ասենք 4-ից լեռներով շրջապատված է մի կերպ անգնում հանդե, այս եգերի բնակիչները սաղ քյոր են, հասկանում եք։ Այս մարդը սրանց ասում է, գիտեք ինչ բան, երկինք կա, արև կա, բան, երկինքը կապուտ է, ամպեր կան, ծտեր կան, բան է, թրջուն մրջունները, բան են անում, բան, այս մարդիկ այս քյորերն ասում են, այս հիվանդ է, այս խիլագար հայ, ասում չի հիվանդ է։ Այս հիվանդ է, այլտես ինչ Հիմար զառանցական բաներ ասում։ Հասկանում եք թե։ Ու վերջը որոշում են, որ եսի իրոք հիվանդ է, դե իրանք այդ քյորերը ամեն ինչ շոշափելով են բանանում, զգում չէ, սա դեմք շոշափում են, տենում են, սրա իրանց մոտ ուրեմն աշկերը ուրեմն էվոլյուցիայի ընթացքում, որ սա քյոր են, այս աշկերը սենց հարթվել են, էլի, ոչ մի բան չկա, աշկ չկա, կոպն ամեն։ Այդ տենում են սրա մոտ սենց ուռած է այս աշկերի մասը, ասում են բանա Սրա հիվանդության պատճառը սրա աշկերն են։ Դավայ սրան բուժենք, բռնենք սրա աշկերը հանենք, ինքն է կդառնա մերպես ասում ակա բուժու էլ սա ծախմախ բաներ չի ասի։
Ես մեկ հազար ներողություն, բայց ընդ այս բաները որ ասում եմ, այդ մարդու ոնց որ օրինակն եմ, այդ մարդու զգացածը զգամ էլի։ Բայց ինչ պիտի ես ասեմ։ Ինչ պիտի ես ֆիզիկոս հալովս այդ բոլոր այդ ասաղ գրականությունը գտնեմ 90 թվականից մինչև մի կարդամ, գրքերը վերել տամ Ամերիկայից, Հապանա եւ այլն Անգլիայից, խնդրեմ ընկերներս բերեն դա կարդամ սովորեմ, բաման, հետո ռուսները սա համարյա սա թարգմանել են ամբողջ լիբերտարիան գրականություն։ Ասում ուկրաինացի թարգմանել, ուկրաինացի կնես թարգմանությունները չասած։ Բելարուսներն ունեն թարգմանած։ Մի հատ գիրք մինչև այսօր չթարգմանված։ Հետո էլ ասենք մենք այն ժողովուրդն ենք, որից շումերներն են առաջացել, բասկերը, անգլոսաքսերը։ Դու պատկերացնում ես, անգլոսաքսերը մեզից են առաջացել։ Իրանք առաջացել են եսի մուր են։ Մենք սպասում ենք, որ ավտոբուս շոֆերն ասի առաջացեք, որ մենք էլ առաջանանք։ Անեկդոտ է սա իհարկե մի ժամանակ երևի գիտեք։